Բարի երեկո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, գողջունենք ձեզ դարձյալ Մեծիդան Անգլիկո Կաթողիկոսության քրիստոնեական դաստիարակության բաժանմունքի կողմէ գազմագերբած հավատք եւ կյանք հայտակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոյեն ներս ուրախությամբ կհյուրընկալենք Կարագոզյան հաստատության ընկերային բաժանմունքի պատասխանատու, ինչպես նաեւ Մայրավանքի Գիրակնորիա Բարժարանի դնորեն Դիգին Ժանին Դանիելյան Մարկարյանը։ Բարի երեկո Դիգին Տանին։ Բարեկոն այսօր Աստված օգնական։ Աստված բաբան։ Դիգին Ժանինը հրավիրած ենք մեր այս հայտակիրին, որբեսի օրվան նյութը ներկայացնե, որբես քրիստոնեական դաստիարակությունը եւ ընտանիքը այսօրվան ընկերության մեջ։ Հետաքրքրական նյութ մնե, վստահ եմ, որ մեր ժողովրդի զավակները պիտի հետաքրքրե եւ հատկապես երբ քրիստոնեական դաստիարակություն գսենք, անոր մեջ մուտքը կորձեն ընտանիքը, դբրոցը, գիրակնորյան եւ այլ գարույցները։ Սկսելով Դիգին Ժանին մեր առաջին հարցումը։ Ինչ է քրիստոնեական դաստիարակությունը եւ ինչ նշանակություն ունի ընտանեկան կյանքեն ներս։ Քրիստոնեական նախ բարի երեկո ասենք այսօր եւ մեր սիրելի ունգընտիրներուն քրիստոնեական դաստիարակությունը մանուկի նկարագրի գրնանք ասել ցևավորման ամուր հիմքն է եւ այդ հիմքին վրա է որ աստիճանաբար հաստատորեն պիտի գառուցվի մարդկային արժեքները մարդկային արժեքները գրնանք ասել որ քրիստոնեական քերակույն փյուրեղացած արժեքներն են եւ այդ մեկը պիտի օգնե մեր մանուկներուն որ իրենք հասկանան փարոյական կյանք ապրելու կարևորությունը եւ աբակային երբ մեծնան որոշումներ կայացնելու ժամանակ որպես հիմք ունենան հավատքը Եվ ինչու համար այս մեկը կարևոր է, որովհետև մենք գիտենք կյանքի փորձառութենեն մեկնած, որ քրիստոնեական դաստիարակութենեն միայն բարիք է որ կփխի, եւ այդ բարիքին քաղցր վդուղները առաջին հերթին մենք որպես ծնող մենք կվայելենք, յետքը մեր շրջաբադը, մեր ընկերությունը, մեր ասքը եւ հաբա ամբողջ մարդկությունը Հիմա սկզբնական շրջանին, երբ որպես ծնող քրիստոնեական դաստիարակություն պիտի փոխանցենք մեր զավակներուն, իր բարձության մեջն է որ գտիդենք։ Այսինքն մեր մանուկներուն մենք Սուրբ Քրային պատմություններ կպատմենք, այդ պատմությունները լա օրինակներ առնված Դավիթի կյանք են, Դանիել Մարգարեին կյանք են, կամ Քրիստոսի հրաշքները, արագները որպես բարձ պատմություն է որ գտիդենք, բայց չենք անդրադառնալ որ այս օրինակներով դաստիարակված մեր մանուկները երբ մեծնան աբակային զորացած դուրս պիտի կան զորավոր նկարակիր պիտի ունենան եւ պիտի տեսնենք որ անցյալի փխրուն նկարակրով մեր զավակները ինչպես այսօր վերածված են հաստատամիտ կամքով երիտասարդներու քրիստոնեական դաստիարակությունը մեկ խոսքով հզոր զենքն է մանուկի հոգի աշխարհին մեջ որուն հիմերը պայման է, որ որպես ծնող ես իրեն փոքր դարիք են տնեմ։ Այս մեկը գնմանի մարզիկի օրինագին, որովհետև մեծնալեն յետք, այո, իրոքուդը ունի, բայց հիմնականը փոքր դարիք են տնելն է։ Չեմ գրնար ես կենալ եւ մտածել, որ զավակս թող մեծնա եւ մեծնալեն յետք ինք ընտրությունը գայացնե, եթե գուզե քրիստոնեական արժեքներով մեծնալ կամ ոչ։ Օրինակի համար եթե ես իմ զավակս կուզեմ մասնակցած մարզիկ դուրս կա ես փոքր դարիքեն է որ իր վրա աշխատիմ որբեսի մարմինը այդ հիման վրա գառուցվի մգանները այդ ցևով պատրաստվին եւ ինքը մարզված դուրս կա նույնն ալ քրիստոնեական դաստիարակության բարակային է որ ես փոքր դարիքեն պետք է սկսեմ իմ զավակիս վրա աշխատելու որ երբ որ զավակս մեծնա արդեն ամբողջական ցևով մարզված դուրս կա Իսկ կալով իր նշանակությունը ընտանեկան կյանքեն ներսին չունի, քրիստոնեական դաստիարակությունը ընտանիքի գազմության, ամրության եւ քոյադևման հիմքն է։ Ավելին ընտանիքի համերաշխության արմատը քրիստոնեական դաստիարակությունն է, որովհետեւ քրիստոնեական դաստիարակությունն մենք կսորվինք սերը, անշահախնդիր սերը, եւ հոնուր սերը գա ինքնապերապարոնգու կազիչումը,
գուկա ներումը, գուկա հասկացողությունը, գուկա համբերությունը, բամը, որ դժբախտաբար այսօրվա մեր ընտանիքները ներս շատ կպակսի։ Եթե օրինակ մենք անցյալ երթանք եւ մեր անցյալի ընտանիքները դիտենք, ասկե 50 տարի առաջ, պիտի տեսնենք, որ անցյալի մեր ընտանիքները շատ ավելի ամուր էին, շատ ավելի զորավոր էին, հագարակ իրենց անցած դժվարություններեն, բարդույթներեն, աշխարհի փորձանքներեն, զորավոր էին, որովհետեւ քրիստոնեական դաստիարակությամբ զորացած էին։ Անցյալի ընտանիքները համբերել գիտեին, իրարու լսել գիտեին, զիջիլ գիտեին, եւ այս բոլորով ամուր ընտանիք կազմեցին, բայց այսօր դժբախտաբար, որովհետեւ կյանքի ալիքներուն մեջ տարված ենք, քրիստոնեական դաստիարակութենեն հերացած ենք, մենք կտեսնենք, որ մեր ընտանիքները թեպի ուրևոր կերտան։ Ընդ քրիստոնեական դաստիարակությունը, եթե ես պիտի փոխանցեմ իմ զավակիս, որպես ծնող, կարևոր է որ կորձով լա, որովհետեւ չի նմանիր ասենք թե դպրոցական որևէ մեկ դասակիրքիմը կամ գիտությանը, այսինքն թվապանության նյութը չէ որ բզդիկիս պիտի դամ, որ նստեցնեմ, սորվեցնեմ, ոչ ակերականական նյութն է, որ իրեն օրենք կանոն բացատրեմ, ոչ ընթերցանությունն է, որ նստիմ իրեն դարերը սորվեցնեմ եւ զավակս կարտա։ Քրիստոնեական դաստիարակությունը կյանք է, ապրում է, որ առաջին հերթին որպես ծնող ես պետք է ապրիմ եւ միայն կորձով է որ ցույց կտամ, ոչ թե միայն խոսքով։ Եթե քրիստոնեական դաստիարակության մեջ կորձը չկա, կնշանակե որ ոչ մեկ ցևով իմաստ պիտի ունենա։ Հոս կրնամ գեղեցիկ օրինակ մտալ նշանավոր Չարլի Չապլին, այս օրինակը այո շատ ասենք թե սրդիս տվո օրինակ մնե, գբատմե իր փոքր եղած ադեն հորը հայրը զինկարնե որբեսի երտան գրգես դիտելու։ Ուրեմն գսե գրգեսի տիկետի պանին արջև գեցած շարքի կսպասեն, գսե մեր արջևը ընտանիքը 6 զավակները պաղգացած հայր-մայր եւ 6 զավակներ կան, որոնք գեցած են որ պիտի առնեն եւ մանուկներն ուրախությունը դեղը չկա, որ առաջին անգամն է գրգես պիտի մտնեն։ Եվ որ գսե իրենց կարկը գուկա եւ արջևի մարդը գհարցնե տիկետին կինը գսե $20։ Իրար գանցնի, դերև դիգին իրար գնային գխոսին, որովհետեւ այդ կումարը չունեին իրար հետ։ Մարդը ինչ պիտն է ստիպված պիտի շարքեն դուրս ելեն, հանգարց կսե գտեսնեմ հայրս ցերկը կրբանը գտանե $20 գահանե քեդին գնեդե։ Քեդին նեդելեն յետ գծրի յետ կվերցնե, մարդուն ուսին գտնե, գսե բարոն ցերկրբանեն $20-ին գավ։ Մարդը գսե հորս աչքերուն գնայի, աչքեր արցունքով գլեցվին եւ գսե թեմքեն շնորհակալության գսե քերակույն սկացումը գար եւ գսե գմտնեն իրենք։ Եվ որ մգարկը մեծի կուկա հայրս գսե ինձ դղաս գսե եգուր մենք ուրիշ օր գրգեսի կանք։ Եվ ես գսե հոնգա հասկնամ, որ իմ հորս ունեցած վերջին $20-ներ։ Երբ որ գսե դեսավ իրենց Ես հոնգսե հբարդության այնպիսի սկացումով մլեցվեցա, որ մինչև այսօր գսե հայրս ինձի համար ամենամեծ հերոսը դարձավ։ Հոս կտեսնենք, որ հայրը կորձով դաստիարակությունը ցույց տվավ, չխոսեցավ, քարոզ չգարթաց, հաբա կորձեց եւ կորձով ցույց տվավ։ Այնպես որ մենք ալ որպես ծնող ես իմ զավակիս խոսելով չէ որ պիտի դաստիարակեմ։ Ես պիտի կորձեմ, զավակս իմ կյանքս դիտելով է որ պիտի անե։ Քրիստոնեական դաստիարակությունը նաև գոքնե ինձ որպես ծնող, որ ես այսօրվան ժամանակակից իմ կյանքիս բարդույթներում մեջ են շատ ավելի թյուրավ գրնամ դուրս ելնել, որովհետև աշխարհը մեծ մարդահրավերները որ ինձ գրանցնե եւ ես որպես հայր կամ մայր առանցինս անգարելի է որ գրնամ աշխարհի մարդահրավերներուն թեմ տնել։ Եթե ես իմ մարդկային ուժերուս պիտի վստահ եղի որ հայ սուրբ ուժ կամ գանուխ պիտի հանձնվիմ կյանքի ալիքներուն եւ պիտի ցախողիմ։ Բայց երբ որ ես աստվածային զորության վստահիմ, այն ժամանակ է որ ես պիտի գրնամ հաջող դուրս գալ։ Եվ հոս նորեն իմ արջևս գպերեմ գբդի եկեղեցվո սուրբերեն մարմինան։ Ուրեմն երբ որ ճգնավորական կյանքի գնվիրվի դարիներ,
եւ գահասնի դեղմը, որ ինք սրբության աստիճանի պիտի հասնի, որովհետեւ այդ աստիճան ինքը Աստծո նվիրված էր եւ ընդհանրապես գիտենք, որ չարը երբ սկա որ Աստծո շատ գմոդենանք, այն ժամանակ է որ գուկա իր հարվածները դալու, զանազան փորձություններ ու գենթարգե եւ չի հաջողիր։ Վերջավորության մարմին արած գուկա սուրբին արջև գգենա եւ գսե իրեն տուն ով ես որ ինձի թեմ պիտի գենաս ես գսե ուշ կամ գանուխ գսե ես պիտի հաղթեմ քեզի եւ քու վրատ պիտի իշխեմ սուրբը գգենա իրեն գնայի գսե այո գսե իրավունք ունիս որովհետեւ ես առանցինս գսե դգարներուն դգարն եմ եւ անշուշտ գսե տունին վրաս կրնաս իշխել բայց գմորնաս գսե որ ես առանցին չեմ իմ Աստվածս իմ հետս է եւ երբ որ գսե իմ Աստվածս իմ հետս է ես զորավորներուն զորավորն եմ ոչ թե տուն գսե ու ամբողջ հույլը տա եթե վրաս կա հարցակելու ոչինչ կրնասնել այնպես որ նույն գացության մեջ կգտնվենք նաեւ մենք որպես ծնող առանցին դգարենք որպես ծնող առանցին ցախողած ենք բայց երբ որ Աստծո օրհնությունը մեր հետն է այդ բարակային մենք զորավորներուն զորավորն ենք եւ մեր ընտանիքները գայուն եւ ամուր են Շատ բարի հետաքրքրական էր երկու պատմությունները թե Չարլի Չապլին եւ թե Ղբդի եկեղեցու Սուրբին իսկապես Շատ բարի Այսօրվան ընկերությունը մեր երկրորդ հարցումը այսօրվան ընկերությունը Ինչպիսի թեր գխաղա մանուկի տաստիարակության մեջ Հիմա ինչպես քիչ առաջի այսօրվան աշխարհին հրամցուցած մարդահրավերները արդեն ինքնին բավարար են եւ ծանր են մեզի այդ գացության մեջ կտնեն եւ այսօր վրա Այս գործընթացի մեջ ցևով իր որոշատրիչ թերագադարությունը ունենա արհեստավարժության ասրընթաց զարգացումը, որ գլուխը արած կացած է եւ այլևս սանց չունի եւ ասմեգը գուկա ցևով արավել փոթորգելու արդեն իսկ մեր փոթորգած կյանքը, այսինքն որպես ընտանիքներ արդեն մենք փոթորիգի մեջ ենք արհեստավարժությունը գուկա արավել եւս փոթորգեցնելու եւ մենք կտեսնենք որ իր Ցևոմ իր դարբեր աշխարհայացքներով, իր դարբեր շեղումներով, աստեցություններով մեր ընտանիքներուն վրա գիշխե։ Եվ աստեղ մենք կտեսնենք social media-ին դարածած դարբեր սկզբունքները եւ խորքի մեջ եթե գետրոնանք պիտի տեսնենք որ սկզբունքներում մեծ մասը գետրոնացած է քրիստոնեական արժեքները հալածելու մեջ գարեկցանքը, ազնվությունը, պատասխանատվության գիտակցությունը եւ մենք կտեսնենք որ ընդհանրապես social media-ի մեջ կփարապանվի եսագետրոնությունը, անձնասիրությունը, անհոգությունը, որովհետեւ կտեսնենք լոզունգներ գիչներ որ քու անցդ միայն Քեզ մեզ ад ուրիշ մարդու մասին չմտածես, դու կարող ես, ուրիշը անգարող է։ Գիտեք, այս ծևերով գործեն մարդը մարդեն հերացնել, մարդը մեգուսացնել, մարդը առանցնացնել եւ վերջավորության մեքենայացնել աստվածային շնորհներեն զրգելով։ Եվ ոս դժբախտաբար ծնողներ անկիդակցաբար հոսանքնի վար գերտան բարձաբես հարմարելու աշխարհի հրամցուցած արժեքներուն Բայց գմորնան ծնողներ չեն անդրադառնար որ երբ որ ես աշխարհային արժեքներու յետևե երթամ եւ իմ մեջս եւ իմ զավակիս մեջը հոգեգան հսկայական բարաբուչություն է որ կստեղծեմ եւ ինչքան փորձեմ աշխարհիկ նյութերենով լեցնել այդ բարաբուչությունը չի լեցվի որովհետեւ հոգին Աստվածային շնորհքով է որ գլեցվի եւ իր բավարարությունը կստանա։ Հոստեղ գրնանք օրինակ բերել Մաշկևորցի հայրաբեդը շատ քեղեցիկ ցևով այդ պատկերացումը դված է։ Ասած է որ ես աշխարհայինով atkain darvim, gëse gënëmanis aynansin որ շատ գեղեցիկ բալատ մը գշինե, ոսկեզոծ բալատ մը գշինե, ատամանդագուր քարերով եւ թուրսեն շատ գեղեցիկ Մենք մեր մարմինները գսե անանք կնենք, թուրսեն վերջին ձայր քեղեցիկ գզարդարենք, բայց գսե ներսը դանդիգինը մութ, խոնավ, ցուրտ, մերգ եւ անոթի գծկենք, որ այս բարակային մեր հոգին է։ Ինչ օգուտ թուրսեն քեղեցիկ բալադ ունիմ, աթամանդագուր, ոսկեզոծ, բայց ներսը դանդիգինը մութ է, խոնավ է, ցուրտ է մեր հոգին։ Այնպես որ
աշխարհայինին յետևեն երթալով ես աս վիճակն է որ իմ զավակներուս աս վիճակի մեջ է որ գցկեմ եւ մեկ կոմենա գմորնամ որ աշխարհայինին դված է ինձի ժամանակավոր է որովհետեւ աշխարհը այսօր գրնա ինձի աստղերեն վեր բարձրացնել երկինքները հանել հաջորդ օրը դեսնեմ որ արդեն ցեխի մեջ մտցած է որովհետեւ այդ նույն աշխարհն էր որ Քրիստոսի ովսաննաներով ընդունեց հաջորդ շաբաթը խաչը հանեի բատմությունը ըրավ այնպես որ աշխարհայինին յետևե եթե ես երթամ կնշանակե Քրիստոսի խոսքի համեմատ իմ դունս ավազի վրա գառուցեցի բայց քրիստոնեական դաստիարակության աստվածային այդ շնորհքներով եթե զավակս մեծնեմ կնշանակե Քրիստոսի խոսքին համեմատ դունս ժայռի վրա գառուցեցի եւ ինչքան որ փոթորիկներ կան հովեր կան փորձություններ կան իմ ժայռս ամուր կմնա այնքան ադեմ որ աստուծո խոստումին աստուծո հրահանգներուն համեմատ ըրածեմ որովհետև աշխարհը այսօր ինձ գխոստանա վաղը ուրիշին գխոստանա եւ ես վարինգած եմ բայց երբ որ Աստված ինձ խոստացավ աստծո խոստումը իր լրումին իր գադարյալին կհասնի եւ օրինակը մենք այսօր Սուրբ Գիրքի մեջ կտեսնենք Աբրահամին գինը ամուլ Սարան մեկ հատ զավակ չուներ 90 տարեկանեն վեճ Աստված խոստացավ դվավ եւ այսօր Սարան ինչ եղավ ասկերու մայր եղավ գամ արնենք Հովիվ Թավիթներ իրեն մեկ այսինքն մեկ իր մել ուր չուներ Աստված իրեն խոստացավ խոստումը լրումին հասցուց եղավ Իսրայելի հզոր թագավորը գամ օրինակ գրնանք առնել Հովսեփը բանդարգված Հովսեփը եղբայրներուն կողմի անդեսված հորը նետված Հովսեփը Ինչ եղավ Հովսեփը Աստված խոստացավ եւ եղավ Եգիպտոսի հզոր նախարարը այնպես որ այսօրվա աշխարհը գործե մեզի գեղևի վրա գետրոնացնել բայց մենք միջուգին վրա գետրոնանանք որ մեր հոգին է Շատ բարի Շնորհակալ ենք առաջին բանին համար առնենք մեր թաթարը որ մեր յետք գվերադառնանք դարձյալ Շատ բարի անոնք որոնք մեզի նոր միացան բարձաբես հիշեցնենք որ Դիգին Ժանին Տանիելյան Մարկարյանն է որ գխոսի որպես նույթ ունենալով քրիստոնեական դաստիարակությունը եւ ընտանիքը այսօրվան ընկերության մեջ
դուք քիչ առաջ նաև լսեցիք այն շարականը նկատի ունենալով, որ 40-օրյա բահեցողության մեջ կգտնվենք, մեր փոքրիկներուն կողմէ հսկումի նայած սիրովը, որ վստահ են, որ ծեր սրդին, ծեր հոգին համար փամը ասելիք ունեցավ։ Շարունակելով Ժանին մեր հարցազրույցը։ Նկատի ունենալով, որ դու քիչ թե շատ մեր համայնքի հաստատությունները ներս պատասխանատվություն ունիս, Գիրակնորյա վարժարանի դնորենն ես, ինչպես նաև Կարագոզյան հաստատության ընկերային բաժանմունքի պատասխանատուն ես։ Քրիստոնեական դաստիարակության մասին խոսեցաք, բացատրեցիք։ Լավ, հոս թերմը գա, որ Գիրակնորյա դբրոցը, ինչ է թերը Գիրակնորյա դբրոցին քրիստոնեական դաստիարակության մեջ։ Եվ այս մեկը ինչպես կնպաստի մանուկի հոգևոր զարգացման։ Գիրակնորյա դբրոցը այսօր այն վայրն է, որ ընտանիքեն յետ կսեմ, որովհետև հիմնականը ընտանիքն է, որովհետև Գիրակնորյա դբրոցներներ զավակը շաբաթը 1-1.5 առավելակույնը 2 ժամ է որ գանցնե, մնացյալ ժամը ընտանիքին հետն է։ Հետևաբար Գիրակնորյան այն վայրն է, որ ընտանիքեն յետ հոն է, որ գցանվի հավատքի սերմերը։ Եվ երբ ծնողքը զավակին ցերկեն բռնած Գիրակնորյա դբրոց կառաջնորդ է, այսինքն զավակին միտքն ու հոգին գլեցվի, եւ երբ մեծնալեն յետքն է, որ բահված սերմերը, որ ցանված էին մանկության Գիրակնորյա դբրոցի մեջ, գծլարցակվին եւ այդ արժանինքները ի հայտ կուքան։ Եվ այս մեկը որ գսեմ այսօր այս հաստատումը գնեմ որպես կրնամ ասել 21 դարվա մայր, որպես 30 դարվա դաստիարակ եւ ուսուցիչ եւ որպես 18 դարվա ընկերային ծառայող։ Դեսած եմ, որ ինչպես մանկության ցանված սերմերը աբակային իրենց քաղցր բետուղները դված են։ Գիրակնորյա դբրոցը նաև այն վայրն է, որ մանուկին գմոդեցնե Աստվածաշունչին եւ եկեղեցին, որովհետեւ Գիրակնորյա դբրոցը ներսն է, որ իրեն հասկանալի լեզուով դարիքի համեմատ կփոխանցվի Աստվածաշունչը եւ ամենակարևորը շիդակ ցևով, որովհետեւ շատ լավ գիտենք, որ այսօր միշտ եղած է բոլոր ժամանակներուն եւ հատկապես այսօր, որ սխալ վարդապետություններ եւ բացատրություններ մեր շուրջ այնքան լեցված են, որ Գիրակնորյա դբրոցը եկեղեցվո Հովանիին դակն է, որ շիդակ վարդապետությունը եւ ուսուցումն է, որ մեր զավակներուն կփոխանցե։ Եվ կարևոր է, որ ես որպես ծնող փոքր դարիքեն իմ զավակս Գիրակնորյա եւ եկեղեցվո շրջանագին մեջ մեծնեմ, որովհետև դբրոցեն ներս ես իմ զավակիս մդային աշխարհը զարգացուցի, մարզական մշակութային գետրոններեն ներս ես իմ զավակիս ֆիզիկականն է որ զարգացուցի, իսկ իմ զավակից հոգևոր աշխարհը Գիրակնորյայի ջամփով եկեղեցին մեջն է որ կզարգացնեմ, որովհետև այսօր իմ զավակից հոգին պիտի լեցվի ուզեմ կամ չուզեմ, կամ իմ լեցուցածովս, կամ աշխարհին լեցուցածովը պիտի լեցվի։ Եվ ես հոս որպես ծնող ազատ գամքով, ազատ ընդրությունս ունիմ, ինչ կուզեմ իմ զավակիս հոգին լեցվի։ Եվ կուզեմ աստեղ մեջ բերել Երզնգացի հայրապետի խոսքերեն, որ գսե «Փարի ուսումով, եթե չէ խրատված միտքը, խոբան կմնա»։ Եվ ինչպես որ խոբան հողը փուշ եւ ամբիդան փերք կփուսցնե, նույնպես դքիդությունը բազմաբիսի չարիքներու պատճառ կլա։ Հետևաբար մանուկ եղած ժամանակ պետք է զայն խնամել եւ փարիի վարժեցնել։ Եթե ես մանկութենեն իրեն չվարժեցուցի փարիի խրադը, Աստվածաշունչը, Սուրբ Քրային խոսքերը կնշանակե խոտ եւ դադասք փուշ պիտի ձնի։ Եվ գեղեցիկ օրինակ մը որ գսե այն դուփը, որում մեջ եթե ես աթամանտ տնեմ, աթամանտադուփ կլա։ Եթե ես մեջը գերված խնձոր տնեմ, աղբաման կլա։ Որպես ծնող ընդրությունը ինձի գինա, զավակիս հոգին մեջ ինչ պիտի լեցնեմ, որբեսի ունենամ։
Երրորդ կրնանքսել գիրակնորիա դպրոցը հետաքրքրությունը կստեղծե սուրբ քրային պատմություններու։ Հիմա ինչպես ասենք դան մեջ սուրբ քիրքի պատմությունները որ կսկսեմ, նույնն ալ գիրակնորիա դպրոցին մեջն է, որ բզդիգը նախ կլսե որպես պատմություն, սակայն այդ պատմությունը յետքը իր կյանքի մեջը հավատքի կվերածվի եւ այդ հավատքը իրեն կյանքի օրինակ կդառնա, հատկապես մեծնալեն յետ, երբ որ ինք դժվարություններու արչեւ գտնվի, որոշում կայացնելու արչեւ գտնվի, իր մանկության սորված ատասերը, որ արած է գիրակնորիա դպրոցեն կամ լսած է եկեղեցվո քարոզներու մեջ են, իրեն ամրություն կուտան։ Եվ մենք այսօր վկայությունը շատ լսած ենք։ Եկած ինչպես երիտասարդներ մեծեր ջարիկով վկայած են, որ իրենց ասենք թե մանկության սորված տասերը ինչպես աբակային իրենց ամրություն, վստահություն եւ զորություն է որ ներշնչած են։ Գիրակնորիա դպրոցներում մեջ այսօր մեր բզդիկները կսորվին ինչպես ասենք շարականներ։ Հիմա շարականներու բարակային շարականները որ բզդիկները գերքեն գսորվին որպես երկ մաբզդիկները չեն հասկնար իմաստը որովհետև դագավին փոքր են իրենց համար անիգա բարեր է քիչ առաջ մենք դրինք նայած սիրովը օրինակի համար հիմա ասպահեցողության շրջանին մեր բզդիկներուն գիրակնորիա դպրոցներում մեջ կսորվեցնենք նայած սիրով շարականը որ շատ բան է ասեմ բզդիկներուն համար ռիթմիկ է եղանակը շուտ կսորվին եւ գրկնել են դունը գերտան գերքեն Լաբad գերացուր որ բզդիկը գիրակնորիա դպրոցի մեջ սորվեցավ նայած սիրով շարականը եկավ եւ դունը գերքե շարականի մեջ ինչ գսե որ սիրովդ նայե ով կտած հայր գսե մեզի որ տունքու ցերկով է ստեղծած ես հրեշտակներուտ փանագը մեզի բահաբան դուր մեզի չար փորձանքները շրջող թևերեն ազատե Լավ, բադգերացուր որ այսօր բզդիկը դունդ եկած եւ ասիգա գերկե այսինքն դանդ մեջ աղոթք մտցուցած է դանդ մեջ ամեն վարյան օրհնություն է որ գմտնե մանգական շրտներեն եկո բզդիգին համար բարձ ամեղ չի հասկնար բայց խորքի մեջ զորություն կա անոր մեջ որ դանդ մեջ կմտնե այդ խաղաղությունը այդ օրհնությունը դունդ լեցուց լավ ես բզդիկս չեմ գրգեր գիրակնորիա ես իմ բզդիկս եկեղեցիեն հերու գբահեմ բզդիկս երկվից սորվի չէ Ցերկը ինչ կուդամ հերախոսները կուդամ TikTok-ը կուդամ բզդիգիս եւ այդ TikTok-ի մեջ են աստրենդ երկերը բիդի ստորվի եւ այդ երկերուն 3/4-ը անիմաստ բաներ են եւ շատ անգամ հայոյանքներով եւ վատ բարերով լեցուն են Անոնց է եղանակը ռիթմիկ է Քաչի երկեր են բզդիկը սորվեցավ անի եւ սկսավ անի գրկնել այս անգամ փոխանակ օրհնությունը կա աստծո աղոթքները լանիմ դանս մեջ Ad ոչ լավ բարերը պիտի կործածվին։ Հետևաբար ես ընդրեցի դանս մեջ մտցնեմ օրհնություն, կամ դանս մեջ մտցնեմ ժխտական աստեցություն, որովհետև ադիր աստեցությունը պիտի ունենամ։ Հետևաբար գիրակնորիա դպրոցը ասենք թե այս շնորհքն է որ գուտա մեր բզդիկներուն։ Ետքը գիրակնորիա դպրոցը ձևով ման վայրն է, որ աշխարհայինը եւ գրոնագանը գը հավասարագշրե, որովհետեւ գիրակնորիա դպրոցին, որ վերջավորչան միտք մարմին հոգի ենք, չէ, աշխարհայինն է իր դեղը ունի, գրոնագանն է իր դեղը ունի, հավասար գկալեն, այսինքն հոն եւ խաղը գա, եւ բարը գա, եւ ցածկելը գա, եւ ուդելը գա, եւ խմելը գա, եւ ուրախությունը գա Եվ Սուրբ Քիրքի շարականը, երկը, Սուրբ Պերու կյանքը, բզդիկը հոն գսորվի հավասարագշրությունը աշխարհային կյանքի եւ հոգեվոր կյանքի գրնա ասենք թե այդ մեկ բահել իր կյանքի մեջ հավասարագշրված ձևով եւ վերջավորության գիրակնորիա դպրոցը գրնան կսել գամուրջն է մանուկ դարիքեն Չեբի եկեղեցի երթալու, որովհետև գիրակնորիա դպրոցի մեջ բզդիկը պատրաստվեցավ, սորվեցավ, իրեն համար ծանոթ եղան մեր շարականները, մեր աղոթքները, մեր երգերը, եւ երբ որ ինք եկեղեցի երթա, եկեղեցին այլևս իրեն բանի դերը գլա, աբահով դերը գլա իր հոգևոր աշխարհին։ Ոչ թե անջիշտ Եվ ամենակարևորը գիրակնորիա դպրոցի մեջ կսորվի Քրիստոսի մեծակույն պատվիրաններեն Փարիով հաղթել չարին գսորվի գիրակնորիա դպրոցի մեջ որ աշխարհը զինք չփոխե
ընդհանրակը ինք իր սկզբունքներուն վրա հաստատ մնա եւ ինք աշխարհին հաղթե բարիով հոս գրնամ այսօր օրինակ դալ ընկերային ծառայողի ցանկես ուրեմն ասկե 2 տարի առաջ էր ուրեմն Կարագազեն հաստատութենեն մենք դպրոցները գայցել ենք բժշկական քննություն անելու բզդիկներու ուրեմն բժշկական գազմով երբ որ կացած էինք դպրոցը բադահեցա որ սպոսանքի ադեն հասա եւ դեսա բզդիկներ 7-8 տարեկան դղակ հավաքված են եւ մեկ դղամը թիմացնին թրած դղուն վրա գծաղրեին գխնտային եւ մեջոնը գիտեք ընդհանրապես բարակլուխ մգլա խումբին մեջ եւ այդ բարակլուխը բավական վիրավորեց դղուն Արդեն չհասանք բանանելու զանգը հնչեց շարքի շարվեցան բայց այդ փոքրիկը ցայնը չհանեց միայն թիդեց իրենց ոչ պատասխանեց ոչ բաներ ավստան խեղճուկ կեցավ զանգը հնչեց ուրեմն բարձրացան տասարան եւ վադահեցավ որ տասարանին գարկներ որ բժշկական քննության պիտի մտնեն մենալ դեսա այդ բարակլուխը որ արույց կդրված էր վարանգերներուն շուրջը գամած սկսավ յետև երտալ շարքին մեջ մինչև որ հասավ այդ դղունքով ես հոնգեցած էի եւ քույնը փոխվեցավ այդ բարակլուխ դղուն ուրեմն դեսա որ մույսը որ իրեն վիրավորած էր ցավծուցած էր եկավ սա որ ինչու գվախնաս դարձավ որ հիմա ներս ասերվից զարնեն Բզդիկ տղան դարձավ սա որ չէ սա ֆամը չեն ներսա միայն պիտի քնեն ասկի առաջ եկած ըրած են շատ աղվոր են սկսավ ասան իրեն մխիտարել վերջավորությանը սա որ մի վախնար սա ես քո հետ դեմ քեզի առանցին չեմ ցկեր միասին գմտնենք մդան քննվեցան եւ երկուքը ուրախ զվարթ դուրսելան հաջորդ օրը նույն դպրոցը պետք էր երթանք որովհետեւ չէինք վերջացած նորենս պատահեցա որ սփոսանքին Երբ որ կացի սփոսանքին հանգարց ինչ տեսնեմ դղակը իրար հետ կխաղան եւ այս անգամ բարակլուխ այդ փոքրիկը եղած էր անդեսված բզդիգը եղած էր Ասիգա այսօր մեծակույն օրինակն է որ այդ դղան այդ տաստիարակությունը որ ստացած էր բարիով հաղթեց չարին եւ դարձավ բարակլուխը այնպես որ ընդհանրապես մարդիկ արած են այն դպավորությունը որ քրիստոնեությունը քրիստոնյա ցանկ ապրիլը դգարություն է բայց խորքի մեջ չեն անդրադառնալ որ քրիստոնյա ցանկ ապրիլը ամենա կաչությունն է որովհետև աշխարհի հետ քալելը ամեն մարդ կքալե հոսանքին հետ բայց այդ հոսանքն իվերթիավարելն է իսկական կաչությունը սկզբունքի վրա մնալն է կաչությունը եւ չցկելն է որ աշխարհը քեզի փոխե այլ քու սկզբունքներով այդ քու աշխարհի հաղթելն է ասե որ գիրակնորիա դվրոցը գուտա շատ բարի լավ ինչու կարևոր է որովհետև քիչ առաջ գիրակնորիայի մասին երբ խոսեցար գիրակնորիայի թերին եկեղեցու մասին ալանտրատարծար դբրոցին ալնդանիկ ինչու կարևոր է որ եկեղեցի գիրակնորիա դբրոց եւ ընդանիք համակորձակցին երեխաներու հոգեվոր զարգացման հարցով եւ այս համակորձակցությունը ինչպես գամրաբնթե մանուկներուն հավատքը Եկեղեցի գիրակնորիա դբրոց այսօր կրնանք մեկ ամբողջություն անեն, որը վերջավորության գիրակնորիան եկեղեցվո Հովանիին դակ կկործե։ Հետևաբար եկեղեցի գիրակնորիա դբրոց եւ ընդանիք աշխատանքը շատ կարեւոր է, որովհետեւ այս մեկը կստեղծե երեխաներու հոգեվոր զարգացման համար ամբողջական աջակցություն։ Այսինքն, այս գործընթացին մեջ ընդանիքը գուտա բզդիգին ամենօրյա տաստիարակությունը, ամենօրյա աջակցությունը, ամենօրյա ուղղությունը։ Մյուս կողմեն եկեղեցին գաբահովե երկարժամկետ հավատքի ուսուցումը։ Եվ մեկը մյուսին երբ որ ամբողջացնե, այն ժամանակ եկեղեցին գլային վայրը որ դամ մեջ սորվածը գամրաբնթվի եկեղեցվո մեջ իր հավատքովը։ Եվ այս համակորձակցությունը կստեղծե ցևով նույն միջավայրը եւ նույն նամակը կփոխանցե բզդիգին չի շվարի հոստերի սորվածի եւ հոնդերինը որովհետեւ մեկը մյուսին ամբողջացնողը եղած է եւ հոն է որ մանուկի միտքը եւ հոգին արավել կզարքանա եւ ասիկա գամրաբնթե որ ինքը այդ պատասխանատվությունը ունենա եւ գաբահովե
ամուր հիմքեր ունենա բզդիգին եւ Աստծո հետ իր գաբը եւ հարաբերությունը շիդակ ջամփուն մեջ է որ կալե Եթե բահմը գենանք եւ մտածենք, պիտի տեսնենք, որ այսօր փնության նայելով ձովը, երբ որ Աստված ձովային անասունները ստեղծեց, ձովը դվավ միջավայր։ Երբ որ փուսական աշխարհը ստեղծեց, հողը դվավ միջավայր։ Երբ որ մարդը ստեղծեց, իր հոգին է որ դվավ մարդուն, հոգին փչեց մարդու մեջ։ Հետևաբար, երբ որ ես ցուգը ձովեն հանեմ, ճուրեն հանեմ, պիտի սատկի։ Եթե ես ձարը հողեն դուրս բոգեմ, պիտի փճանա։ Եթե ես մարդը Աստծո հոգիեն զրգեմ, պիտի բարբվի։ Անոր համար է որ պայման է մարդուն հոգին Աստծո շունչով լեցվի եւ այդ շունչով լեցվելու քրավագանը ընտանիք եկեղեցի համագործակցությունն է։ Հիմա մենք բահեցողության շրջանի մեջ ենք։ Դոնեցինք Փարեգենտանի մեջ տեսանք տրախտային կյանքի բարիկները, որ եւ մենք տրախտի մեջ ինչպիսի Աստծո հովանին դակ ուրախ զվարթ երջանիկ կյանք կապրեինք։ Եդևեն արդակսման գիրագիներին տեսանք, որ մեր անհնազանդության հետևանքով տրախտեն դուրս տրվեցանք, որ մեզ մի յուրաքանչյուրս է, որովհետև մենք մեր ազատ գամքով Աստծո գամքին անհնազանդ գտնվեցանք։ Ընդհանրապես մեկը մյուսին վրա գնեդե հանցանքը, բայց խորքի մեջ Ադամն ախելք ուներ, Եվան ախելք ուներ, իրենց խելքով, իրենց ազատ գամքով ընտրեցին անհնազանդությունը, դուրս տրվեցանք։ Անցյալ գիրագի մենք տոնեցինք անարագի գիրագին, որ Աստված երբ որ դուրս տրվեցանք, կրկափած մեզի ընդունեց, եւ այս գիրագի դնդեսի գիրագին պիտի նշենք, այսինքն Աստված մեզի ներել են յետ դնդես տրավաս աշխարի վրա, որբես ծնող ինձի դնդես տրավ զավակներուն վրա, որովհետեւ այդ զավակները իմս լալեն առաջ Աստծո զավակներն են, իմս չեն, բայց Աստված աս աշխարի վրա ինձի որբես ծնող դնդես տրավ, պիտի տեսնեմ, որ ես ինչպես պիտի դնդեսեմ իմ զավակներուս դաստիարակությունը։ Դնդեսում են յետք պիտի կա տադավորի գիրագին, որ Աստված պիտի թադե, որ որբես ծնող ես ինչպես դնդեսած եմ իմ կործս, տադավորեն յետ պիտի կա կալստյան գիրագին, որ Աստված պիտի կա չարերը եւ բարիները թադելու, կալստյան գիրագին որ արավ, անգե յետքը պիտի կա սուրբ հարությունը, որ Աստված անոնք որոնք իրենց դնդեսումին մեջ Աստծո հրահանգներուն, Աստծո խոսքին համաձայն գտնված են, պիտի սե եկեք իմ կովս հորս օրտնացներ եւ իմ աջ կողմս բազմեցեք։ Այնպես որ այսօր շատ կարեւոր է ընտանիք եկեղեցի համագործակցությունը, շատ կարեւոր է ծնողներուն բարդականությունը եւ ասեմ քրիստոնեական դաստիարակություն փոխանցելը իսկապես քաջություն գուզե Աստծո օրհնությամբ առանցին չեն գրնար եւ անոր համար հոսե որ գրնանք ասել մեր ծնողներուն ով որ քաչ է ինչ կսպասե Շատ բարի, շնորհակալ ենք Ժանին։ Ժանին այսպես փագել է առաջ, եթե գուզես մեր ծնողներուն, մեր այրերուն, մեր մայրերուն, այսպես քու գոմետ վերջին խոսքը ասես, լանիգա գիրակնորիայի կապված, քրիստոնեական դաստիարակության կապված, որոշ այսպես խրադագանմա։ Վերջին խոսք որպես մեր ծնողներուն, այսինքն գրնամ ասել ինչքան գրնանք մեր զավակները Աստծո ջամփում մեջ դաստիարակենք, որովհետև վերջավորության ինչպես որսի բդուղները մենք է որ պիտի վայելենք եւ Մատթեոս ավետարանի մեջ Քրիստոս կսե եթե ծառը լավ բահենք անոր բդուղը լավ պիտի ելա եթե ծառը վատ բահենք անոր բդուղը վատ պիտի ելա որովհետև ծառը իր բդուղեն կճանչծվի եթե ես զավակներս Աստծո ջամփուն մեջ մեծուցի կնշանակե որ Փարիկները վայելողը ես պիտի ելամ։ Իսկ եթե ես իմ զավակս աշխարհայինով մեծուցի, վերջավորության պիտի զարմանամ, որ ասի որու ելեր է։ Ընդհանրապես ծնողներ հանգարց կզարմանան, որ իրենց զավակը
ինչպես այդպես դուրս եկած է այնպես որ հանցնվինք Աստծո Աստվածամոր օրինագով մեր զավակները թաստի արագենք եւ ամեն անգամ որ նեղության դժվարության մեջ լանք գիտնանք որ Աստված մեր գողքին է գփավե որ խնդրենք Աստուծմե գփավե որ թուրը զառնենք Մատթեոս 7:7-ն եւ պիտի տեսնենք որ ինչպես Աստված պիտի փանա պիտի հասնի մանավանդ այն ժամանակ երբ կարծենք որ ամեն բան մեր արչև գեցած է ամեն բան վերջացած է Աստված այն ժամանակ է որ գներկորձե այն ժամանակ է որ իր հրաշքը ցույց կտա եւ այն ժամանակն է որ ցերկը երկարած մեզի կբարձրացնի Շնորհակալություն վարձկենիդ կդար Աստված ցեզի առողջություն երկար կյանք ուրախ օրեր ունենանք Շնորհակալ եմ այսօր Փագելի առաջ սիրելի հավատացյալներ մեր հայդակիրը ագանչալուրը լանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված սաղմոսներեն հատվածը Աստված դեր Աստվածը ինք խոսեցավ եւ գոչ ուղեց աշխարհին արևելքեն մինչեւ արևմուտք Աստված պիտի փայլադագե Սիոնեն որ գադարյալ է իր քեղեցկությամբ մեր Աստվածը պիտի կա ոչ թե լուր գերբով այլ իր արչևեն լափող գրագով եւ զինք շրջաբադող սաստիկ փոթորիկով Երգինք ու երգիր վգա պիտի գանչե որբեսի թադե իր ժողովուրդը Իմ քովս հավաքեցեք ինձի հավատարիմ մարդիկը որոնք զոհի մատուցումով ինձի հետ ուխտ կնկած են եւ երգինքը պիտի հրճագի անոր արդարությունը որովհետեւ Աստված ինքն է թադավորը Լսե ով իմ ժողովուրդս ես պիտի խոսիմ եւ քեզի դեմ պիտի վգայեմ ով ժողովուրդ Աստուծո ես Աստվածս քու Աստվածդ քու զոհերուտ համար չէ որ քեզ գհանդիմանեմ ոչ ալ մշտականորեն ինձի մատուցած ողջագեզներուտ համար ես պետք չունիմ ակարագիտ ցուլերուն ոչ ալ կոմերուտ նոխազներուն որովհետև իմս են անդարին բոլոր գենտանիները եւ հազարավոր լերներու վրա արածող նախիրները բարձունքներու թրջունները եւ բոլոր վայրի գենտանիները ծանոթ են ինձի եւ ինձի կպատկանին եթե անոթենայի քեզի պիտի չսեի որովհետև իմս է աշխարհը եւ ինչ որ գա անոր մեջ ես ցուլերու միս գուդեմ գամ նոխազներու արույն գխմեմ եթե ինձի զոհ պիտի մատուցանես երախտագիտությունդ ընձայե եւ գադարե բարձրյալ աստուծույս տված քու խոստումներդ օկնության գանչեզիս երբ որ նեղության մեջ ես եւ քեզ պիտի ազատեմ եւ դու պիտի փառավորես բայց ամփարիշտին Աստված գսե դու ինչ իրավունքով կանոններս գարդասանես եւ իմ ուխտս սպերանդ գառնես քանի որ դու իմ խրատներս գադես եւ գանդեսես խոսքերս քողմը որ դեսնես անորընկեր կդառնաս շնացողներուն բաժնեգից կլաս Թերանդ սանցարցակ չարախոսության գուդաս լեզուտ նենկության գծարայեցնես ուրիշներուն հետ նստած եղբորդ թեմ գխոսիս քու հարազատ եղբայրդ գվարգապեգես այս բաները դու նրիր եւ քանի որ ես լուր մնացի խորեցար որ ես ալ քեզի պես մեկնեմ բայց ահա հիմա գամփաստանեմ քեզ աչքի դարչև բարձելով քու ըրածներդ նգադի արեք ինչ որ գսեմ դուք որ զաստված գանդեսեք որբեսի չլա թե ցեզ պզկտեմ եւ ազատող չունենաք ան որ իբրև զոհ իր երախտագիտությունը գնձայ է ինձի ան է որ զիս կփարավորե ան որ իր վարք ու փարքին գհսկե աստուծո փրկությունը ցույց պիտի դամ անոր ամեն Փարի գիշեր եւ հաջելի ունգընթություն